Խելացի անասնաշենքեր կառուցելու ծախսերը պետությունը կփոխհատուցի մինչև 70%-ի չափով։ Կառավարությունը լավարկել է ծրագրի պայմանները։ Մասնավորապես վերագնահատվել են անասնաֆերմայի կառուցման համար պահանջվող ծախսերը, բարձրացվել են ներդրվող եւ փոխհատուցվող գումարների շեմերը։ Գրեթե 30%-ով ավելացվել է գն առաջարկությունը, ներդրվող գումարների չափը։ Նախատեսված է խելացի անասնաշենքերի 3 մոդել։ Առաջին մոդելը նախատեսված է 20-ից 25 գլուխ կենդանու համար։ Այս դեպքում ծախսերի համար սահմանվել է առավելագույնը 30 միլիոն դրամ։ Երկրորդ մոդելը նախատեսված է 40-ից 45 գլուխ կենդանու համար։ Ծախսերի համար սահմանվել է առավելագույնը 46 միլիոն դրամ։ Երրորդ մոդելը 95-ից 100 գլուխ կենդանու համար։ Ծախսը սահմանվել է 114 միլիոն դրամ։ Ծրագիրն իրականացվելու է 2 բաղադրիչով ծախսերի մասնակի փոխհատուցման եւ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով։ Սահմանամերձ համայնքներում եւ պատերազմի ժամանակ գործողությունների ընթացքում վիրավորով ստացած քաղաքացիների համար այդ գործընթացը փոփոխվել է, սահմանվել է 70%, իսկ սուբսիդավորող վարկի տոկոսադրույքը հավասարեցվել է նաեւ 0-ի։ Սահմանվել է արտոնյալ ժամկետ 8 ամիս, նախկին 12 ամսվա փոխարեն։ Այն տնտեսվարողները, ովքեր կցանկանան օգտվել նաեւ զուգահեռաբար տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրից, ավելացել է երրորդ նոր բաղադրիչ, գումարի հետ վերադարձման բաղադրիչ, եթե տնտեսվարողը խելացի անասնագոհ կամ առհասարակ ձեռք բերի տոհմային կենդանիներ մինչև 25 գլխի համար, կստանա 30% գումարի հետ վերադարձ, իսկ 20 գլխից ավելի դեպքում տնտեսվարողին հնարավորություն կլինի ստանալ 40% գումարի հետ վերադարձ։ Պարտադիր պայման է խելացի անասնաշենքերում պետք է պահվեն բացառապես տոհմային կենդանիներ։ Տեղական տոհմաբուծությունը զարգացնելու նպատակով պետությունը կբարելավի սուբսիդավորման պայմանները։ Եթե տնտեսվարողը ցանկանա Հայաստանի Հանրապետությունից ձեռք բերել տոհմային կենդանի, ապա պետության կողմից կիրականացվի վարկի սուբսիդավորում այն տոկոսադրույքով, որ տնտեսվարողին բաժին է հասնում 2% տոկոսադրույք։ Իսկ այն տնտեսվարողները, ովքեր որ ցանկանան արտերկրից ներկրել տոհմային կենդանի, ապա նշված տնտեսվարողների համար տոկոսադրույքը սահմանված է տարեկան 3% տոկոսադրույքով։ Աջակցության այս ծրագրով կառավարությունն ակնկալում է նոր տեխնոլոգիաների ներդրման եւ տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման միջոցով ավելացնել կաթնատվության եւ մթերատվության ցուցանիշները։ Այն տնտեսվարողները, ովքեր որ կարողացել են ճիշտ կառավարել իրենց բիզնեսը եւ ցանկացել են կոնկրետ զբաղվել անատոմային անաստաբուծությամբ, այսօր իրենց մոտ բավականին լուրջ հաջողություններ կա։ Ծրագրին կարող են դիմել սկսնակ եւ գործող ֆերմերները։ Դիմելու վերջնաժամկետը 2028 թվականի նոյեմբերի 1-ն է։ Վրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։